Ինչ են իրենցից ներկայացնում էնդոմետրիումի պոլիպները եւ արդյոք կարող են հանդիսանալ անպտղության պատճառ։ Էնդոմետրիումի պոլիպները իրենցից ներկայացնում են արգանդի լորձաթաղանթի տեղային գերաճներ, որոնք սովորաբար լինում են բարորակ։ Չարականացման ռիսկը շատ ցածր է՝ 1-ից 3% եւ սովորաբար դիտվում է հետ մենոպաուզայում գտնվող կանանց շրջանում կամ այն կանանց շրջանում, ովքեր գտնվում են ռիսկի խմբում։ Էնդոմետրիումի պոլիպները կարող են խոչընդոտել հղիության հաստատմանը, հանդիսանալով մեխանիկական արգելք էմբրիոնի իմպլանտացիայի համար կամ մոլեկուլյար մակարդակով խանգարել որոշակի գեների սինթեզը, ինչն էլ իր հերթին կխոչընդոտի հղիության հաստատումը։ Եթե առկա են տեղադրման բազմակի անհաջող փորձեր, կինը նշում է երկար տարիների անպտղություն, պոլիպները չափսերով մեծ են կամ ուղեկցվում են առատ արյունային արտադրությամբ, ապա կարող է առաջարկվել պոլիպների հիստերոսկոպիկ հեռացում։ Սակայն հնարավոր է նաև հղիության գրանցում պոլիպների առկայության դեպքում։ Հետագա վարումը որոշվում է վարող բժշկի կողմից։ Հոգ տարեք ձեր վերարտադրողական առողջության մասին եւ հիշեք, որ անպտղության դեպքերի գրեթե մեծամասնությունը շատ հեշտ գտնում են իրենց լուծումը։